Տեսեք, դատական համակարգի մասով իմ մոտ առնվազն որպես փաստաբան այն տպավորությունն է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ կանխատեսված նշված 3 բաժանումները չեն գործում, այսինքն օրենսդիր գործադիր դատական իշխանությունները, եթե պետք է լինեին իրար հավասար, այս պահին կա ողջամիտ կարծիք ու կասկած, որ գործադիրն ու օրենսդիրը մի փոքր կարծես թե ավելի բարձր են գտնվում, քան դատական իշխանությունը։ Տեսնում ենք վերջին տարիներին, թե ինչ է կատարվում դատավորների հետ, բարձրագույն դատական խորհուրդ տարբեր տեսակի դիմումներ մուտքագրվում արտարության նախարարության կողմից կամ նույնիսկ քաղաքացիների կողմից, ԲԴԽ մարմինը կայացնում է որոշումներ, որոնք եվրոպական դատարաններում անվավեր են ճանաչվում, ու այդ նույն որոշումները հետ են գալիս Հայաստան։ Այսինքն մենք այստեղ կարող ենք հասկանալ, որ ընդհանուր առմամբ համակարգ բառի բուն իմաստով չի աշխատում, այսինքն ունենք բազմաթիվ խնդիրներ։ Դա կարող է լինել գործերի քանակից, կարող է լինել նաև ունենք մի շարք փաստաբաններ, կամ այսպես ասենք, կողմեր, այսօր կամ պատասխանող, որոնք ամեն ինչ անում են դատական գործերը երկարաձգելու համար։ Դրանց դեմ դեռևս որպես այդպիսին մեխանիզմ չունենք, որովհետև օրինակ տեսեք, օրինակը բերեմ Արտիք քրեակատարողական հիմնարկից, մենք այնտեղ կալանավորների եմ ես հանդիպել, ովքեր մոտ 4, 5, նույնիսկ 6, 7 տարի դեռևս իրենց վերջնական դատական ակտը չունեն։ Իսկ մենք գիտենք, որ կալանքը դա պատիժ չէ, կալանքը դա այն ժամանակահատվածն է, որ մարդը գտնվում է X կալանավայրում եւ սպասում է օրինական ուժի մեջ մտնող վճռին։ Ու հենց այդ պատճառով կարծում եմ շատ են դեպքեր լինում, երբ որ 4, 5 կամ ինչ որ X ժամանակահատված կալանավայրում գտնվելուց հետո անձը ազատվում է կամ արտարացվում է։ Այսինքն ինչ է ստացվում, մարդը կարող է 4 տարի կալանքի տակ գտնվել, սակայն վերջում պարզվի, որ ինքը այդ հանցագործությունը չի կատարել։